Բարի օր սիրելի հայրենակիցներ, եթերում երկրորդ կարծիքի հերթական հաղորդաշարն է, այսօր իմ տաղավարում հետաքրքիր թեմաներ ենք արծարծելու եւ նաեւ արդիական ու կարելի ասել նաեւ բավականին ցավոտ թեմաներ, իսկ զրուցակիցս Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Մենուալ Սողոմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, առաջին անգամ եմ հյուրընկալում իմ տաղավարում ձեզ, թեև մեզ մոտ հաճախ եք եկել եւ ուրախ եմ դրա համար, Սիրով։ Եվ պարոն Սողոմոնյան, սկսենք թերևս Միքայել Աջապահյանին, դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից 2 տարով ազատազրկելու գործընթացից, իհարկե փաստաբանները տեղեկացրեցին, որ բողոք հարկելու են, ակնհայտ անարդար որոշում կայացնելու համար, փորձում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին բոյկոտել փաստաբանները եւ հարության կողմից էլ պախարակվեց այդ տիկինը, օրինակ բերվեց Աննա Դանիբեկյանը, այո, որը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր էր, հետո Նիկոլ Փաշինյանը դաժան հաշվեհարդար տեսավ նրա հետ եւ ասացին, որ Արմինե Մելիքսեթյանը եւս չի խուսափելու այդ ճակատագրից։ Նախ կուզեմ դուք ձեր կարծիքը ներկայացնեք, թե ինչու որոշեց Նիկոլ Փաշինյանը զբաղվել Միքայել Աջապահյանի եւ ընդհանրապես նաեւ Բագրատ Սրբազանի շատ բարձրաստիճան հոգեվորականների հալածանքով, ինչով էին նրան խանգարում, իսկապես, ինչպես ներկայացվում է, զինված իշխանափոխություն էր կազմակերպել եւ Միքայել Աջապահյանն էլ կոչ էր արել եւ նաեւ զուգահեռներ անցկացնենք Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի այսօր ինչպես արդեն պարզվում է, իհարկե ամեհության կանխավարկածը չխախտվենք, բայց կազմակերպված սպանության մասին է խոսքը գնում, անգամ այդ մարդը, որը սպանել է, գնացել է, կրակել է, սովորել է, այդպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը եւ այսպես կոչված զինված իշխանազավթման մասնակիցներին գաղտնալսել են կարողացել են կանխել, բայց Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը փաստորեն չեն կարողացել կանխել։ Մի քիչ բազմաշերտ եղան։ Բազմաշերտ եւ տարողունակ եղան այո թեմաները, գանք Միքայել Սրբազանի ազատազրկման դատապարտումից։ Միքայել Սրբազանը ազատազրկման է դատապարտվել իր խոսքերի համար, որոնք անմեղ խոսքեր են եղել, որոնք ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող մտածել, որ իր արտահայտած խոսքերով, որ պետք է ռազմական հեղաշրջում արվի, Միքայել Սրբազանը իր ձեռքին ունեցել է կարծես թե կազմակերպչական ռեսուրս, զինված հեղաշրջում իրականացնելու կամ կոչ է արել կամ կոչ է երբ է արել 2 տարի առաջ, 2 տարի առաջ խոսել է այդ մարդը պարզապես ցասում է արտահայտելիս, բողոքը արտահայտելիս, իր ցանկության մասին, իր մտածածի մասին, իր էմոցիոնալ պոռթկում է տեղի ունեցել։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը ասում է կծեփեմ ասֆալտին, չգիտեմ ինչ կանեմ գետնին, ձեզ չգիտեմ պինցետով կհանենք, բորձյուրները, կոշիկները եւ այլն, այդ ամեն ինչը հասկանալի է, չէ, որ իհարկե շատ տգեղ է այդ ամեն ինչը, շատ տգեղ է, բայց հասկանալի է, որ մարդիկ երբ որ տեսնում են, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնալու ինչ որ մեկին վերցնի ծեփի ասֆալտին կամ բորձյուր ուտել տա եւ այլն։ Այստեղ բռնության էլեմենտ ըստ էության չկա անձամբ, եթե ինքը պետք է անի։ Բայց հիշում եք, ասում էր ԱԱԾ-ի պատվարներում կփակեմ ձեզ ընդդիմության ղեկավարներին։ Դա ուրիշ հարց է, դա ցույց է տալիս դա ցույց է տալիս նաև այն, որ ինքը միանձնյա վերահսկում է իրավապահ համակարգի վրա, ունի մեծ ազդեցություն, որը որ իշխանությունների տարանջատման, հավասարակշռության սկզբունքին հակասող հանգամանք է։ Այսպիսով մենք տեսնում ենք Միքայել Սրբազանի դեպքի առնչությամբ շատ ցավալի որոշում դատարանի ակնհայտ թելադրանքի տակ գործող, ակնհայտ քաղաքական պատվերով եւ սա հանրության վստահությունը, առանց այն էլ ցածր վստահությունը դատական համակարգի նկատմամբ ավելի ու ավելի նսեմացնում է, ավելի ցածրացնում է, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ են դիմելու դատական գործիքներին, դատական մեխանիզմներին, երբ որ իրենց իրավունքները ու ազատությունները խախտվում են իշխանության ներկայացուցիչների կամ քաղաքացիական պայմանագրի անդամների հետ ունեցած ինչ-որ հարաբերություններում մարդկանց մոտ հուսալքությունը ավելի է շատանում, այսինքն սրանով պետությունը նմանվում է չպետության անարխիայի են, մարդը եթե ունենում է իրավունքի ազատության խախտում, պետք է ինչ-որ ձևով իր հարցը լուծի, եթե պետական
մեխանիզմները, գործիքները, դատական գործիքները չեն ծառայում օբյեկտիվորեն, չեն ծառայում քաղաքացիների շահերին, մարդիկ ուրիշ ձևերով են փորձելու իրենց հարցերը լուծել։ Իսկ մենք գիտենք, հա, այդ ենթամշակույթը ժամանակին շատ արտահայտված ունեցել ենք եւ հիմա էլ կարծես այդ ենթամշակույթը արտահայտվում է եւ մենք գիտենք, հա, դա ինչերի կարող է բերել, մենք նորից վերադարձ կլինի 90-ական թվականներ կամ վերադարձ կլինի կամ ավելի շուտ ժամանակներ այս ակտով նաև մի ուրիշ բան էլ արձանագրվեց, որ Հայաստանում չկա քաղաքականություն, որ քաղաքականությամբ այստեղ մի մարդ է զբաղվում ընդամենը, Նիկոլ Փաշինյանն է զբաղվում, եւ քաղաքականության բովանդակությունն առհասարակ խեղաթյուրվում է։ Եկեք մի փոքր այդպես բան անենք, այսպես ասենք, դասախոսական մի քիչ հարցին։ Շատ լավ։ Նայենք քաղաքականություն երևույթը եւ բառը եւ դրա հետ կապված լեզվամտածողությունը հունական է։ Հին Հունաստանում պոլիտիկա բառից ենք, չէ՞, թարգմանաբար ստացել քաղաքականություն։ Պոլիտիկան այն երևույթն էր, երբ որ պոլիսի, քաղաքի, քաղաքպետության կարևոր հարցերի լուծման մեջ մասնակցում էին քաղաքի բոլոր ազատ մարդիկ, հա, հիմնականում դա այն ժամանակ տղամարդիկ էին, ովքեր որ ռազմական ծառայություն էին իրականացնում եւ բարիք էին ստեղծում, հա։ Այսինքն ինքը շատ մեծ մասնակցայնություն էր ապահովում։ Ի տարբերություն, օրինակ, այդ բառը քաղաքականություն չի եղել արևելքում, որովհետեւ հին արևելքում չի եղել այդ մասնակցայնությունը, եղել է մեկ միապետ, բացարձակ միապետ, որը որ բոլոր հարցերը միանձնյա վճռել է, իհարկե տարբեր տեղերում տարբեր կերպ խորհրդակցելով կամ չխորհրդակցելով։ Եվ հիմա մենք ինչ ենք տեսնում, որ այդ մասնակցայնությունն է նաև սրանով քչանում, այս ամեն ինչով։ Սա Միքայել Սրբազանի գործը մաքուր քաղաքականություն չի կարելի համարել, բայց ընդհանուր առմամբ առնչվում է այդ ամեն ինչին։ Փաշինյանի քաղաքական կուրսին դեմ խոսող մարդիկ, գործիչները հերթով ասպարեզից հեռացվում են տարբեր ձևերով։ Մարդիկ, ովքեր որ ստեղծում են հանրային կարծիք, մարդիկ, ովքեր որ համախոհների շրջանակ են ստեղծում։ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի պայքարը քաղաքակրթային է, բնույթը քաղաքակրթային է, բայց գործընթացը ըստ էության նաև այո քաղաքական է, որովհետև գործող իշխանությունների կուրսի հետ առնչություն ունի, գործող իշխանությունների իշխանավարման լեգիտիմության հետ առնչություն ունի։ Եվ այսպիսով այս քայլով սա եւս մեկ քայլ էր գերեզմանելու արդարադատությունը Հայաստանում։ Միքայել Սրբազանի ազատազրկումը։ Սա եւս մեկ քայլ էր, որպեսզի քաղաքացիները իրենց երեսը դարձնեն դատական համակարգից եւ սա հասարակությունը կրկին պառակտող, թուլացնող եւս մեկ քայլ էր։ Այսպիսի որոշումից հետո, այս տխրահարճակ որոշումից հետո հատուկ քարոզչական մեխանիզմներով սկսում են մարդկանց մեջ ցեց գցել, որ մարդիկ սկսեն քննարկել առհասարակ եկեղեցու սպասավորների հետ կապված հարցեր։ Ամեն մեկը սկսում է հիշել իր տատի, հորեղբոր տղայի, մորաքրոջ աղջկա պատմածը, թե երբ ինչ որ միտեղ, ինչ որ մի հոգևորական, ինչ որ, ասենք, մի բաժակ օրինակ օղի է խմել կամ չգիտեմ, մի հատ կատակ է արել կամ պատմվածքները։ Այո, այսպես եւ մեր 1700-ամյա կարևորագույն այդ կառույցի Հայաստանյա Ծառայքելական Սուրբ եկեղեցու, որը որ ահռելի մեծ նշանակություն ունի, շատ մեծ դեր ունի մեր գենետիկ կոդի պահպանման, մեր տեսակի պահպանման, մեր բարոյականության պահպանման եւ այլ բազմաթիվ հարցերում այդ կառույցի վրա ցեխ է շպրտվում։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, որը Փարաքարի համայնքապետի Վոլոդիա Գրիգորյանի սպանության հետ էր կապված, գիտեք ինչն էր նկատելի, որ գործադիր իշխանության ղեկավարը այս դեպքի հետ կապված համապատասխան մարմիններից առաջ ընկնելով ինչ որ ուղղորդումներ է տալիս,
որ սա վենդետա է։ Դու ինչ գիտես վենդետա է։ Ինչ գիտես վենդետա է։ Ինչի ես քո վրա վերցնում նախաքննչական մարմնի իրավասություն։ Այլ բան, եթե դու զանգում ես կամ քեզ զեկուցում են ինչ-որ վարկած, ինչ-որ բան, եւ դու հիմա արտահայտում ես, երբ որ դու արտահայտում ես այդ վարկածը, նշանակում է, որ դու ուղղորդում ես։ Դու ուղղորդում ես մարմիններին հետաքննել կամ նախաքննել, չգիտեմ, այդ գործը այն ուղղորդմամբ, այն ուղղությամբ, որը որ դու նախանշում ես, այսինքն գտնել այստեղ կենցաղային թեմա, վերեշխնդրության թեմա։ Ես չեմ բացառում բնականաբար, որ կարող է դա լինել, որովհետև ես իրավունք ինձ չեմ վերապահում այդ մասին խոսել, դրա գնահատականը տալ։ Բացի նրանից, որ ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Շատ մեծ ցավ եմ ապրում, թե մարդ, որ անձամբ իհարկե ոչ շատ, բայց առնչվել է Վալուդիայի հետ եւ փայլուն տպավորություններ ունի եւ երկրորդ որպես քաղաքացի, որը սա գնահատում է, այս ոճրագործությունը գնահատում է որպես հարված Հայաստանում ժողովրդավարության դեմ, տեղական ինքնակառավարման դեմ, որովհետեւ ես այստեղ ցավոք սրտի մի հատ օրինաչափություն եմ տեսնում։ Մի հատ շատ տխուր օրինաչափություն եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փաստորեն ժողովրդի ձայնը տեղ չի հասնում։ Ժողովուրդը չի կարողանում, ի վերջո չի հասնում նրա կամքը տեղ։ Վանաձորում ամենից շատ ձայն հավաքում է Մամիկոն Ասլանյանը, մարդուն բռնում են, դատում են։ Ալավերդիում քաղաքապետ է ընտրվում Արկադի Թամազյանը, գնում են գողություն են անում, գողությունը բանի իմաստով, էլի մարդ գողանալու իմաստով փոխաբերական, այսինքն Թամազյանի, այո, կողմնակից ավականիների այդպես առևանգում են, ճակերտյալ, բերում են իրենց թիմակից են դարձնում, ինչ-ինչ մեթոդներով, հա, եւ ի վերջո ժողովրդի ընտրությունը, որ ժողովուրդը ընտրում է Թամազյանին, հա, այստեղ որովհետեւ պարզ է, չէ, որ մեզ մոտ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դրել են դարձել են համամասնական ընտրակարգով կուսակցական, բայց ակնհայտ է, որ մարդկանց դեմքերն են աշխատում։ Մարդիկ ասենք տեսել են Թամազյան Արկադիին եւ գնացել են իրեն ընտրել, այո։ Եվ ժողովրդի ընտրած մարդը չի աշխատում։ Ուրիշ մարդ է աշխատում, քաղաքապետ։ Ու շարքը կարելի է թվարկել ամեն միտեղ տարբեր ձևերով, ու Վանաձորում մինչև 3-4 տարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ժողովուրդը գնացել է կատարել է ընտրություն, բայց ժամանակավոր պաշտոնակատար է ղեկավարում։ Եվ բայց Վալուդիայի դեպքը սա ամենաողբերգականն էր իհարկե։ Ես նորից եմ ասում, չեմ կարող, ինձ թույլ չեմ տա, իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ սպանության դրդապատճառների վերաբերյալ, բայց երևույթը որպես ինքն քաղաքական իրադարձություն է, որովհետև Փարաքար համայնքի պարագայում, որտեղ անվիճելի հաղթանակ էր տարել ժողովրդի թեկնածուն, այժմ սպանված է։ Անհասկանալի փաստորեն պատճառներով։ Եվ դրան գումարած նաև նորից գործադիր իշխանության ղեկավարը ուղղորդիչ ցուցումներ է տալիս անուղղակիորեն։ Հանրայնորեն, ես չգիտեմ, կարող ուղղակիորեն էլ է ցուցում տալիս, ես չգիտեմ, բայց անուղղակիորեն, հանրայնորեն այդ ցուցումը տրվում է։ Դե մենք չմոռանանք, հա, երբ որ միջազգային բարձրագույն դատարանի որոշման դեմ համարձակվել էր իր աշխատակիցը ասել, որ մենք պարտավոր ենք, հա, հեծի հետ կապված որոշում իրականացնել, նա բարկացավ մեղմ ասած, հա, եւ ասաց, որ որևէ մեկը չհանդգնի հակառակվել իմ գաղափարներին, իմ կարծիքներին, եւ հաջորդ օրը այդ երիտասարդը պարզապես ազատվեց աշխատանքից։ Այնպես որ այս դեպքում եւս մենք կարող ենք հիմնվելով հղում անելով այդ դեպքի վրա ինչ-որ կարծիք հայտնել եւ համոզվածնել, որ այդ կարծիքը ճիշտ է։ Իհարկե, այսինքն այստեղ ոչ թե պետությունն է աշխատում, այլ մի հոգի է աշխատում։ Մի հոգի է, նրա աշխարհայացքով, նրա մտածելակերպով, նրա էմոցիաներով, նրա ցանկությամբ է Հայաստանում տեղի ունենում կառավարումը։ Եվ այստեղ մենք պետք է շատ դիպուկ ոնց որ նկատենք, որ իսկական պետություն չկա Հայաստանում, իրական պետություն չկա, ինքը խոսում է իրական Հայաստանի մասին։ Բայց մենք կարիք ունենք իրական հանրապետության։
իրական հանրապետության այն իմաստով, որ հանրության իշխանությունը լինի, որ պետությունը պարզ է, որ ուժը, որ քաղաքական իշխանություն է դառնում, այդ ուժի գաղափարներով է շարժվում պետությունը, ըստ էության։ Բայց պետական մարմինները, պետական կառույցները, այո, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ով է քաղաքական իշխանություն, կան մի շարք սկզբունքներ, որ այդ սկզբունքները պահպանելը այդ պետական մարմինների սահմանադրական գործառույթն է։ Այո։ Համակարգ, համակարգի մասին է խոսքը։ Որևէ իշխանություն իրավունք չունի այդ համակարգին դեմ գնալ։ Պետք է խորք ունենա, այո։ Դու կարող ես, չգիտեմ, օրինակ ասենք, լինես ռուսամետ կամ, չգիտեմ, արևմտամետ կամ թուրքամետ, բայց դու իրավունք չունես, ենթադրենք, իրավապահ համակարգին ուղղորդ ես։ Այո։ Սա բոլոր մետերի պարագայում պետք է հաստատուն լինի։ Իսկ հիմա պետությունը բռնազավթված է։ Պետությունը բռնազավթված է մեկ անձի կողմից, եւ մեկ անձը Հայաստանում որոշում է ամեն ինչ։ Բավականին հզոր է, որ կարողանում է մեկ անձը Հայաստանում բոլորի գործառույթները վերցնել իր վրա եւ բոլորին թելադրել, թե ով ինչ պետք է անի։ Ցավոք սրտի համակարգի չգոյության հետևանքն է Նիկոլ Փաշինյանը։ Լիներ գործառնող գործունակ համակարգ, ես այստեղ չեմ ուզում նորից գալ, բայց պետք է ամեն դեպքում գնահատականը տալ։ Այո, թող լիներ գործառնող եւ գործունակ համակարգ, Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է լիներ, չէր կարող իր իրավասությունների սահմաններից, իր լիազորությունների սահմաններից այդքան շեղումներ տվող, տարբերվող գործունեություն իրականացնել։ Համակարգը կարձագանքեր չէ, որ կարձագանքեր եւ չէր թողնի, բայց ցավոք, այո, չկա այդ համակարգ, եւ երբ որ նայում ենք մեր այդ համակարգը սահմանող փաստաթղթին, մենք տեսնում ենք այդ տխուր պատկերը։ Մենք տեսնում ենք, որ այսօր կա խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն եւ սահմանադրական մեծամասնություն ունենալու հանգամանքով դատաիրավական համակարգը ենթարկվում է մեկ անձի։ Այսինքն եւ ոչ միայն դատաիրավական, այո։ Դատախազին պարլամենտի անդամների 3/5-ը ընտրում են, այդ 3/5-ը հենց ՔՊ-ի падգամավորների թիվն է, ԼՔՊ-ի падգամավորների թիվը մի բան էլ ավելին է։ Եվ կարող են նաև դատախազին հետ կանչել, երբ որ ուզենան։ Եվ այսինքն լծակ ունեն։ Այո, եթե օրինակ ասենք, այս դրույթը, այս նորմը մի քիչ ավելի ճիշտ ձևակերպված լիներ, 3/5 չլիներ, օրինակ 2/3 լիներ կամ ավելին 4/5 լիներ։ Որ դատախազին կնշանակի պարլամենտի անդամների 4/5-ը, այդ դեպքում շատ հետաքրքիր բան կլիներ, որ այո, ինչպիսի մարդ պետք է լիներ, ինչպիսի համբավ ունեցող, ինչպիսի անաչառություն, օբյեկտիվություն ունեցող մարդ պետք է լիներ, որ այսպես իրար ատող ընդդիմությունը եւ իշխանությունը պարլամենտում կարողանային ստիպված լինեին ընտրել։ Էլ չեմ ասում, որ շատ ավելի լավ կարելի է այդ մեխանիզմը նաեւ մտածել, որ օրինակ հենց գլխավոր դատախազը առաջադրվի դատախազության կողմից, որ այդ համակարգն էլ իր ինքնուրույնությունը ունենա, ոչ թե ինչ որ մեկին բերել քաղաքական խմբի ցանկությամբ նշանակել, այլ այստեղ մի քիչ մերիտոկրատիկ մեխանիզմներ գործեն եւ դատախազությունը ինքը առաջադրեր իր թեկնածուին վստահությունը ներքևից։ Այս սկզբունքի համաձայն։ Պարոն Սողոմոնյան, խոսեցիք այո արդարացիորեն եկեղեցու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հալածանքների մասին, եկեղեցուն կարելի ասել բառացիորեն պատերազմ հայտարարելու մասին, մենք դեռևս այն վճռական քայլերը չենք տեսնում, որոնցով միջև խաղաղության Վաշինգտոն մեկնելը կարելի ասել սպառնում էր Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն, որ Էջմիածնում կհավաքվի իր համախոհների հետ, երևի դա էլ է թողել ընտրություններից հետո, ինչևէ եւ կամ այլ մեթոդ է փաստորեն ворթեգրել, օրինակ պարակտել եկեղեցին եւ դրա դրսեւորումներից մեկն էլ վերջերս սկզբում Արամ, հետո Թադե, հետո Տարոն քահանաների
սեփական, հա, կառույցի դեմ բողոքելներ եւ Նիկոլ Փաշինյանի ջրեղացին ջուր լցնելը, Պետրոսի մոտ հարցազրույցներ են տալիս կամ հակաեկեղեցական հայտարարություններ են անում, դրանով իսկ վարկաբեկելով եկեղեցուն, դեպ ավելի հզոր է, հա, այն հայտարարությունը, որ տվյալ կառույցի ներկայացուցիչն է անում։ Եվ քանի որ այդպես ենք որոշել, հարցադրումը այդպես անենք, ինչու որոշեցին հիմա նրանք խոսել, արդյոք այդքան արդարացի է, հա, նրանց բողոքը եւ եթե իրենք այդքան արդար են, ինչու էին այդ բողոքը երկար տարիներ պահել իրենց մեջ, պարզապես չէին հրաժարվել եւ չէին հեռացել այն եկեղեցուց, որի դեմ իրենք այսօր այդքան բողոքներ ունեն, ընդ որում նաեւ Նաիրի Հոխիկյանն էր մերկացրել, եթե կարելի այդ բառով ասել, մի երկու քահանայի, որ նրանց եկեղեցու դեմ այդ ընդվզումը զուտ անձնական բնույթ է կրում։ Այսինքն անձնական ինչ որ վիրավորանքներ ունեն կաթողիկոսի կամ եկեղեցու այլ ծառայողների դեմ եւ հիմա փորձում են այսպես վրեժխնդիր լինել իրենցից։ Քանի դեռ այդ մարդիկ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու քահանաներ են, ես նրանց մասին խոսելիս կպահպանեմ, ես չնայած բոլոր պարագաներում եմ կոռեկտություն պահպանում, բայց այս դեպքում պետք է պահպանել կոռեկտությունը, որովհետև նրանք Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներ են, այնուամենայնիվ, այո, սպասավորներ են եւ հույս ունենք, որ նրանք պարզապես մոլորված են։ Մոլորվել են, գուցե այդ մոլորվելու մեջ անձնական առումներով ինչ որ բաներ լինեն, պատճառներ լինեն, ինչ որ դրդապատճառներ լինեն։ Բայց այստեղ պետք է մի բան հասկանանք։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներսը չպետք է լինի նման մնացած բոլոր համակարգերին։ Չպետք է լինի նման, այսպես ասենք, կեղծ դեմոկրատիկ սկզբունքներով կառավարվող հանրույթի, հա, որ ամեն ինչի մասին դու իրավունք ունես բարձրաձայնելու, դու, որովհետև Հայաստանից առաքելական եկեղեցու ներսում գործող հարաբերությունները, կանոնները շատ տարբեր են, այլ են, քան սովորական աշխարհիկ կանոններն ու օրենքները, որտեղ դու կարող ես անկաշկանդ, հա, որպես քաղաքացի Տեր Արամը, Տեր Թադեն եւ Տեր Տարոնը որպես քաղաքացի կարող են բարձրաձայնել, բայց մենք այս հարցին մոտենում ենք հարցի բարոյական տեսանկյունից ենք մոտենում։ Մենք իրավական տեսանկյունից չենք մոտենում։ Իրավական տեսանկյունից եթե մոտենալու լինենք, իսեր Աստծո, որևիցե խնդիր այստեղ չենք տեսնում, որ բողոք են։ Բայց այստեղ բարոյական տեսանկյունն է հարցի շատ կարևոր, որովհետև մեր եւ եկեղեցու միջև հարաբերությունները ոչ թե իրավական հարաբերություններ են, այլ բարոյական հարաբերություններ։ Մենք եկեղեցու հոտի անդամ ենք եւ դա բարոյական կատեգորիա է։ Դա իրավական հարաբերություններ չի։ Մենք չենք գնում եկեղեցու հետ պայմանագիր կնքում, որ եկեղեցին մեզ ծառայություն մատուցի, ներողություն եմ խնդրում նույնիսկ արտահայտությանս համար։ Մենք եկեղեցու հոտն ենք, մենք եկեղեցու անդամ ենք եւ մեր հարաբերությունները բարոյականության, վստահության վրա են կառուցված։ Պետք է ավելի խելամիտ լինել։ Եթե անգամ իրենք ունեին անձնական նեղվածություններ, եթե իրականում Հայաստանյան առաքելական եկեղեցու ներսում խնդիր, իսկ ով է ասել, որ չպետք է լիներ խնդիրներ, իսկ ով է ասել, որ ռուս ուղղափառ եկեղեցում չկան խնդիրներ, կաթոլիկ եկեղեցում չկան խնդիրներ, որ եկեղեցում չկան խնդիրներ, որ կառույցում չկան խնդիրներ, բայց արդյոք դա պետք է նրանց տար այդ դրդապատճառը էնել էս իրավիճակում, երբ որ եկեղեցու հասցեին արտահայտվում է չուլանանոց բառը, երբ որ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին արտահայտվում է սրբապիղծ բառը, երբ որ անուն ազգանուններ, ավազանի անունով են դիմում, կամ ավելի գրեհիկ արտահայտություններ են անում, որոնց չենք մենք պատրաստվում կրկնել։ Այս պարագային, այս միջոցին էր արդյոք անհրաժեշտ այդ պորտկումը անելը։ Սա բարոյականության հարց է եւ ես կարծում եմ, որ Տեր հայրերի ծանոթ նրանց հոտի մեջ գտնվող մեր քաղաքացիները պետք է որ այդ հարցը տան։ Իհարկե եւ կաթողիկոսը եւ բոլոր եպիսկոպոսներն բոլորն էլ մարդիկ են, իսկ ով ասաց, որ այս աշխարհում անմեղ մարդ կա։
մեղք չունեցող մարդ կա այս աշխարհում։ Չկա նման բան։ Իհարկե։ Բայց այն պարագայում, երբ որ մեր ինքնության հենասյուներից շատ քչերն են մնացել եւ մեր եկեղեցին է, այո, այս խոցելի ժամանակներում մանավանդ։ Այո, այս խոցելի ժամանակաշրջանում, այս բոլոր տեղերից հարձակումների ժամանակում, երբ որ Ալլաշուքյուր Փաշազադեն այնտեղից է խփում, Նիկոլ Փաշինյանը այնտեղից է խփում, մեր եկեղեցուն մեկ էլ մարդիկ են հայտնվում, ովքեր ներսից են խփում։ Սա ճիշտ չի եւ շատ մեղմ եք ասում։ Ես չգիտեմ, ես գիտեք այդ նորից չեմ ուզում ին վրա բան վերցնեմ։ Ես չգիտեմ, գուցե այդ մարդկանց հետ կապված ինչ-որ բաներ են տեղում, գուցե այդ մարդկանց ճնշում են, ինչ-ինչ միջոցներով։ Ես ամեն ինչի էլ ես չեմ ուզում այդ մարդկանց քահանաների վարքագծի հետ կապված ինչ-որ վերդիկտ տալ, ասենք, չգիտեմ, նրանց վիրավորել, որովհետև ես չգիտեմ, գուցե ինչ կարգի օրինակ ասենք ճնշումներ կարող են լինել։ Կամ ինչ-որ խոստումներ են գուցե։ Այդքանով հանդերձել եկեղեցու սպասավորը պետք է ամեն դեպքում իր բարձրության վրա լինի։ Առավել եւս խոստումներին, գայթակղություններին չտրվի, հիշելով Քրիստոսի 3 փորձության այդ պատմությունը։ Համենայն դեպս մեր խոսքի մեջ ավելի փորձենք կառուցողական լինել եւ խնդրենք ու հորդորենք Տեր հայրերին ետ կանգնել այդ վնասաբեր գործունեությունից իրենց։ Պարոն Սողոմոնյան, ես ինքս ճանաչում եմ հոգևոր հայրերի քահանաների, որոնք չհասկացվածության հետևանքով գուցե եկեղեցու հետ կապված կաթողիկոսի ինչ որ նեղվածություն ունեն, ինչպես որ դուք եք ասում, բայց նրանք երբևէ իրենց խոսքով են ասում, որ թույլ չեն տա միանալ սատանային եւ պայքար սկսել եկեղեցու դեմ, ու իրենք ասում են, որ չի կարելի անձնավորել, սա պատերազմ է եկեղեցու դեմ եւ ինչպես դու կարող ես փաստորեն քո կառույցը, քո հայրենիքը դավաճանելով, եկեղեցին համարելով գնաս միանաս թշնամուն, որպեսզի հարվածես այդ կառույցին, հարվածես այդ հայրենիքին։ Իհարկե, դա նույնն է, ոնց որ դու քո ծնողի նկատմամբ այդպես անես։ Այո։ Որ մի ծնողը 100% արդար է, մեղք չի գործում, վատ բաներ չի անում, բայց մենք արդյոք մեր ծնողների հետ կապված մեր նեղվածությունները այդպես արտահայտում ենք։ Եվ ի վերջո սակրալության հանգամանք կա հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցի։ Այդ բառերը, որ մենք ասում ենք, դա արդեն իսկ մեզ պետք է զգաստացնի, մեզ պետք է ինչ-որ ռամկաների մեջ դնի։ Եթե բարոյական արժեքներ ունենք, որովհետև մենք որովհետև դեռ մինչ որպես հասարակություն շատ քիչ ենք գնահատել, շատ քիչ ենք հասկանում մեր եկեղեցու արժեքը, շատ քիչ ենք հասկանում։ Որտեղ ինքներս էլ հավատք չունենք երևի թե։ Դա էլ կա իհարկե, եւ մեկ մի բան էլ պետք է էլի գիտակցենք։ Մեր եկեղեցին ինչքան մեծ հարվածներ է ստացել, որ այսօր բան վիճակում է հայտնվել, ավելի ճիշտ խորհրդային ժամանակներում հետպատերազմյան շրջանում շատ արդեն ծանր վիճակում էր, չէ՞, մեր եկեղեցին, որովհետև ցեղասպանության ժամանակ այդքան հոգևորական սպանվեց Արևմտյան Հայաստանում, այդքան եկեղեցի քանդվեց, այդքան եկեղեցական մատյաններ հրկիզվեցին, մի հատ էլ կոլեկտիվացման ժամանակ խորհրդային միությունում այդքան եկեղեցական բռնադատվեց, չգիտեմ, սպանվեցին, փակվեցին եկեղեցիները, այդ հիշողությունը ինստիտուցիոնալ ահագին տուժվեց, չէ՞, եկեղեցու եւ դրանից հետո հատկապես մեր Վազգեն Վեհափառի ջանքերի միջոցով սկսեց վերականգնվել եւ հիմա մեր Գարեգի Վեհափառն էլ ինչքան գործ է անում, ինչքան եկեղեցիներ են կառուցում, վերանորոգվում, ինչքան մարդիկ են այսօր պատարակների մասնակցում, դա շատ ուրախալի է, երբ որ դու տեսնում ես, որ մարդը գնում է, մարդիկ շատ են մասնակցում պատարակների, դա արդեն իսկ շատ լավ բան է, որովհետև մարդիկ սկսում են մեղքի գաղափարով ապրել, մարդիկ սկսում են ավելի շատ մտածել մեղքերի մասին եւ ավելի քիչ հետեւապես մեղքեր գործել։ Եվ մենք պետք է այդ առումով բոլորս պետք է օգնենք մեր եկեղեցուն, մեր եկեղեցու կողքը լինենք։ Ոչ թե տարբեր ինչ-որ պատճառներով, ինչ-որ նեղվածություններով կամ մեկից ինչ-որ մի բանը դուրս չգա, ինչպես արեց կամ, հա, դա դարձնենք մատի փաթաթան։ Այս թեման շատ տարողունակ է, բայց մի բան էլ եմ ուզում ասել։
Ես մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս մի քիչ ուսումնասիրեն նաև մեր շարականները։ Այն շարականները, որոնք 1000 տարվա կյանք ունեն։ 1500 տարվա մենք շարականներ ունենք, որ երկեցողությունը մեղեդին այդքան հին է։ Ու այդ գանձերը պահպանվել են մեր եկեղեցում բերնեբերան երգվելով, հետո խազերով, նոտագրվելով, փոխանցվել են այսօր մեզ են հասել դրանք։ Մենք աշխարհի եզակի ժողովուրդներից ենք, որ ունենք բարձրաճաշակ այդպիսի երաժշտություն։ Ես այդ մենակ այդ մի օրինակն եմ ասում։ Մեր եկեղեցու բազմաթիվ դերերի մեջ այդ մի օրինակն եմ ասում, որ բավական է, որ այդ կառույցի նկատմամբ մենք շատ մեծ ակնածանքով ու պատկառանքով վերաբերվենք ու օգնենք։ Խնդիրներ այո կան, բայց օգնենք եկեղեցուն եւ ոչ թե հարվածենք եկեղեցուն։ Եվ վերջո դպրոցությունը հենց, հա, դպրոց հասկացությունը եկեղեցուց է սկիզբ առել Հայաստանում։ Դպրոցները առաջին հերթին ծխական դպրոցները հա գործել են եկեղեցիներում։ Եվ ծխական դպրոցները եւ վարդապետարանները, որտեղ ստեղծվել են ճեմարանները հետո աշխատություն եւ մենք ո՞նց ենք քաղաքակիրթ ազգ դարձել։ Ո՞նց ենք քաղաքակիրթ ազգ դարձել։ Շնորհիվ նրա, որ այդ ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի ձեռքբերումները թարգմանվեցին հատկապես 5-րդ դարում, սկսած 5-րդ դարից, թարգմանվեցին մեր եկեղեցականների կողմից եւ յուրացվեցին, դա դարձավ մերը։ Եվ այն բարոյականությունը, որ նորմավորված, կոդավորված կար օրինակ հունական աշխարհում, քրիստոնեության ընդունումից հետո, հատկապես Այբուբենի տառերի ստեղծումից հետո, այդ ամեն ինչը նաև մեր սեփականությունը դարձավ։ Մեզ մոտ ես ամենայն դեպս մենք տեղեկություններ չունենք, հա, որ մեզ մոտ այդ ամեն ինչը այդպես, հա, սովորութային մակարդակով մեր արժեհամակարգը իսկապես համապատասխան եղել է, մինչ քրիստոնեական արժեհամակարգը համապատասխանել է։ Այդպես են մեր գիտնականները ասում։ Չէր կարող այլ կորել, բայց մենք ինչքան նոր հասկացություններ, նոր երևույթներ, բարոյականության ըմբռնումներ, այդքան փիլիսոփայական միտք, այդքան քաղաքակրթային էներգիա եկավ մեր վրա եւ այս տարածաշրջանում հանձին մեր եկեղեցու մեր ժողովուրդը ստանձնեց կողքի ժողովուրդներին կրթելու, լուսավորելու առաքելություն ստանձնեց։ Հյուսային ազգերի մեջ վեհագույնը այդպես էր խորենացին ասում։ Շատ մենք պետք է շատ խոսենք եւ շատ խորքային առումով ըմբռնենք մեր եկեղեցու դերը։ Պարոն Սողոմոնյան, դուք բերեցիք հաջորդ հարցին կամ ավելի ճիշտ հաջորդ թեմային, խոսելով դպրոցյան, կրթության, Մեսրոպ Մաշտոցի մասին, շատ ավելի վտանգավոր վիճակում ենք մենք այսօր գտնվում, քան այն ժամանակ, երբ որ գրերը կորել էին եւ հայերը փաստորեն իրենց գրավոր խոսքում օգտվում էին օտար լեզուներից։ Այսօր պատերազմ է հայտարարվել նաեւ ազգային դպրոցին։ Այն ամենին, ինչը վերաբերում է ընդհանրապես ազգային եւ դպրոցն էլ հիմա փորձում են, չգիտեմ, դուք երևի կբնորոշեք ինչ են փորձում վերածել, նույնիսկ Մեսրոպ Մաշտոցին երևի դա էլ է մտնում եկեղեցու դեմ պայքարի շրջանակներով, որտեղ Մեսրոպ Մաշտոցը սկզբում եղել է զորավար, հետո դարձել է հոգևորական, ինքն էլ է, չէ, հոգևորական եղել եւ այսօր փաստորեն եկանք այն փաստի առաջ կանգնեցինք, որ այբենարաններից հեռացվեց Մեսրոպ Մաշտոցը։ Ընդհանրապես նրա մասին որևէ տեղեկություն չկա, ով է ստեղծել գրերը, ինչ գյուտ է եղել, թե վերականգնել է, ընդհանրապես այդ պատմությունը, որ մենք դպրոցներում ուսումնասիրում ենք, չկա, հանված այդ QR կոդի մասին հեքիաթներին ես չեմ հավատում, մանավանդ որ քաղաքապետարանը արգելեց ընդհանրապես դպրոցներում հեռախոսներ օգտագործել։ Հայոց պատմությունը, հա, նաև հայ եկեղեցու պատմությունը, որպես առանձին առարկա վերացրեցին, ընդգրկեցին հայոց պատմության գրքի մեջ մի քանի դասով, երևի ժամանակի ընթացքում դա էլ կվերացնեն։ Ես հիշում եմ, որ նույնիսկ քարտեզ էր ավելացել, որտեղ որ Ադրբեջանը որպես հնագույն պետություն էր ներկայացվում։ Այս աղավաղումներով փորձ է արվում նաև մեր դպրոցներից ազգային բաղադրիչը վերացնել եւ ինչ-որ աշխարհաքաղաքացի դաստիարակել, թե թուրքերի համար ստրուկներ դաստիարակել, ես չգիտեմ սրանց նպատակը որն է, բայց տպավորությունն այդպեսին է։ Միայն թե հայ չլինեն դպրոցում դաստիարակվող երեխաները։ Եվ հա, ինչ էի ուզում ասել, կներեք, դուք ձևավորել եք, հա, հայրենասեր մարդկանցով եւ նաեւ կրթության հետ առնչվող մարդկանցով ձևավորել եք ազգային կրթության խորհուրդ,
որը նաև փորձում է այդ մարտահրավերներին դիմակայել, որքանով է արդյունավետ այդ խորհրդի գործունեությունը, սա էլ արդեն ձեր պատասխանից հետո կանցնենք այս հարցի պատասխանին։ Լավ, ուզում եք վերջի հարցից գամ, նախ կրթության ազգային խորհուրդը ես ինքս ձևավորման մեջ մասնակից չեմ, բայց այնտեղ մարդկանց մեծ մասը ինձ հարազատ մարդիկ են, նույն Կարին Տոնոյանը, նույն Ատոմ Մխիթարյանը, Արմենը Ներսիսյան, իրենք բոլորն էլ ինձ հարազատ գաղափարակից մարդիկ են, ընկերներ են, գաղափարական եւ ազգային այդ տարը գրողներ։ Այո, մենք իրենց հետ շատ երկար ժամանակ նույն բարիկադների մեջ ենք, բայց տարբերություն չկա, պատկանելիության զգացում ես էլ ունեմ այդ կառույցի նկատմամբ եւ պատրաստ եմ իմ ջանքերը ներդնել եւ ավելացնել։ Այո, ի պատասխան այսօրվա հակահայ, հակազգային, նաեւ հակամարտկային կրթական քաղաքականության հայրենասերների մի խումբ փորձում է բարձրաձայնելուց զատ մեխանիզմներ առաջարկել գործող իրավակարգավորումների շրջանակներում, գործող չափորոշիչների, հանրակրթության չափորոշիչների շրջանակներում տալ բովանդակություն, դասագրքերի մեջ բովանդակություն, որը որ մեր կարծիքով ավելի ճիշտ հայ կդաստիարակի, քան այն ինչ որ կա, որովհետև այն ինչ որ կատարվում է, դուք ճիշտ նկատեցիք, նպատակ ունի դաստիարակել ազգային թույլ ինքնագիտակցություն ունեցող, ազգային աղճատված ինքնագիտակցություն ունեցող, ապագա քաղաքացի, ոչ ուժեղ, նպատակ, հավաքական նպատակ չունեցող, հավաքական նպատակների հետ կապ չունեցող, էգոիստներ, այսինքն։ Այո, ինդիվիդուալիստներ, ովքեր որ մեր ընկերներից մեկը Ատոմը լավ բնորոշել է տվել, առաջնորդվում են լավ սովորիր, որ լավ ուտես կարգախոսով։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած լավ սովորիր, որ լավ ապրես, որ դնում են դպրոցներում էլ կպցնում են, իհարկե պետք է լավ սովորել լավ ապրելու համար։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, երբ որ մեզ պարզ է թե այդ լավ ապրելու տակ ապրելու հասկացության ներքո ինչ նկատի ունեն իրենք։ Բայց իրենք լավ չեն սովորել, որ հիմա լավ են ապրում, կներեք, որ ընդհատեցի։ Համաձայն եմ, իհարկե, եթե լավ սովորեին, այդպիսի կարգախոսներով չէին, որովհետև լավ սովորելը անգիր անելը չի։ Կամ գիրք կարդալը չէ։ Առանց հասկանալու, առանց խորապես ըմբռնելու։ Կրթության հարցը հենց դա է։ Ինչպիսի քաղաքացի ենք մենք դաստիարակում, ինչպիսի մարդ ենք մենք դաստիարակում, ինչպիսին ենք ուզում, որ մարդը լինի, ինչ արժեքներ իր մեջ կրի, ինչը ասի, լավ է, ինչը վատ է, կհիշեք դուք։ Что такое хорошо, что такое плохо։ Շատ պարզ մարդիկ խորհրդային միության ժամանակ, աստվածամերժության ժամանակ, խորհրդային միության ես մի այդպեսի դրվագով ասեմ, հա, այն աստվածամերժության անգամ տարիներին խնդիրը, երբ որ իջեցվել էր սովետական քաղաքացու կերպար ձևավորելու համար անհրաժեշտ այդպես կրթական միջոցառումներ իրականացնել եւ այդ կերպարի ձևավորման հիմքը պետք էր ինչ որ ձևով ձևակերպել, ինչ արժեքների վրա։ Մարդիկ նորից վերցրել են քրիստոնեական բարոյագիտությունը։ Աստվածաշնչյան, այո։ Վերցրել են քրիստոնեական բարոյագիտությունը անգամ աստվածամերժություն, թեև դավանաբանական առումով այդ թեմաները չէին արծարծվում, բայց գոնե բարոյագիտության առումով վերցրել էին քրիստոնեական բարոյագիտությունը եւ դա են դնում։ Իսկ դրա մեջ ուտելը առաջին տեղը չէր։ Ի տարբերություն հիմա, որ ուտելը առաջին տեղն է դնում։ Անցողիկ հաճույքները եւ անցողիկ վայելքները բերվում է առաջին պլան եւ մարդը կյանքը սկսում է այդպես պատկերացնել ու շատ դժբախտ մարդ է այդպիսի մարդը դառնում մարդը որ մեծ իմաստ առաքելություն չի տեսնում ես չեմ պատկերացնում որ այդ մարդը կարող է երջանիկ լինել ես չեմ ասում որ բոլոր մարդիկ այդպես պետք է իրենց մի հատ շատ մեծ գործի մասնակից տեսնեն բայց մարդիկ բոլորն էլ պետք է ինչ-որ հավաքական նպատակի զգացողություն ունենան նույն խորհրդային պետությունը այդ
Հավաքական նպատակը դնում էր, ճիշտ է, սխալ է, կոմունիզմ կառուցելու գաղափարը, որ բոլորը կաշխատեն եւ արդար ձևով կբաշխվի եւ բան կլինի, շահագործում չի լինի եւ ազատություն։ Ամեն ինչ գաղափար էր, ինչքանով է ճիշտ, սխալ հարցի մյուս կողմն է։ Բայց բոլոր մարդիկ, սկսած Կոմկուսի կենտկոմի քարտուղարից մինչեւ կտվորը, այդ մեծ նպատակի մեջ իրենց տեսնում էին, ինչ որ զգացումներ ունեին այդ նպատակի հետ կապված, հավաքական նպատակի հետ կապված զգացում ունեին եւ դա նշանակում էր, որ նրանցից յուրաքանչյուր մարդ ընդհանուրին ավելի էր կարևորում, քան իրեն։ Ընդհանուրի շահը ավելի էր կարևորում, ես չեմ ասում, որ 100%-անոց այդպես էր։ Դե այո, բայց քարոզվում էր, քարոզչությունը միտումը այդպեսին էր։ Այդպիսի վարքագիծը խրախուսվում էր։ Այո։ Իսկ հակառակ վարքագիծը դատապարտվում էր։ Իսկ հիմա ինդիվիդուալիստներ են ուզում մեծացնել, հա, լավ սովորիր, որ լավ հագուստ ունենաս, լավ ուտես, լավ մեքենա քշես եւ գնաս, չգիտեմ, ինչ որ ծովափ, ասենք, լավ դղյակներ ունենաս, հա, ընդհանրենք էլի կամ հասկանալի է, որ այդ ոգով մեծացող հասարակությունը այդպիսի բաներ չի ունենալու։ Աշխարհում ոչ ոք տեղ չի տալու։ Նպատակ չունեցող հասարակություններին, նպատակ չունեցող առաքելություն չունեցող հասարակությունները իրենք շատ թույլ են։ Եվ վերանում են ըստ էության, երբ որ մենք տեսնում ենք քաղաքակրթությունները Բյուզանդիա եւ մյուս քաղաքակրթությունները ինչպես են վերացել, եկել են սպառողի գաղափարին, հասել են դրան, այսինքն հոգեվորը վերացել է իրենց մեջ, վերացել են այդ կայսրությունները, հզոր կայսրություններ։ Այո, որովհետեւ միջազգային քաղաքականության մեջ դիմակայության կարևոր գործիքներից մեկը նաեւ միասնականությունն է։ Իսկ այդ միասնականությունը շատ կոնկրետ է, աննյութական չէ։ Այդ միասնականությունը ինչ որ գաղափարների շուրջ է, շատ կոնկրետ գաղափարների եւ կոնկրետ նպատակների շուրջ է։ Այո։ Եվ դա է մարդկանց իրար հետ ավելի նույնական դարձնում, իրար հետ ավելի ցավակից դարձնում, ավելի սրտակից դարձնում, ուրախությունը կիսող դարձնում մարդկանց։ Իսկ այն ինչ որ կատարվում է, որ դուք նշեցիք, այո, առաջին դասանի դասագրքից Այբենարանից հանել Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ ինչ որ QR կոդ դնել դրա մեջ։ Անկամ այս խոսակցությունները, որ արդեն գնացին, սա թույն է, սա թունավորեց մի հատ, որովհետեւ ցեցը մտնում է եւ մարդիկ սկսում են քննարկել։ Հա դե լավ է թե վատ է, լավ է թե վատ է, ու սկսում են, գիտեք, մարդկանց մոտ բնական ռեակցիա կա, որ մեկը տեսնում է, որ մի 5 հոգի ասում են, գիտեք, վատ է, որ այսպես եղավ։ Մարդը ինքը նաեւ հակադրվող է։ Մարդը իրեությամբ բունտար է, ռուսերեն ասած, ապստամբող է, ըմբոստացող է մարդը իրեությամբ։ Եվ այսպես էս թույնը մտնում է եւ ցեցը մտնում է եւ սկսում են խոսակցությունները գնալ։ Բայց ինչ է նշանակում, ախր դա քննարկման հարց չպետք է լիներ, որ առաջին դասարանում Այբենարանի մեջ պետք է լինի Մեսրոպ Մաշտոցը։ Այո։ Ինչպես որ մենք սովորում Կամ հայոց պատմությունը, որ այդքան մասնագիտացված հաստատություններ ասացին, որ չի կարելի վերանվանել Հայաստանի պատմություն, որ հայոց պատմությունը դա նույն Հայաստանի պատմությունն է եւ ավելին է, քան Հայաստանի նույն հայոց պատմությունը ինքը պետականակենտրոն գաղափար է, կոնցեպտ է։ Ինքը միայն հայերի չի նշանակում, որովհետեւ հայոցը հայք բառի սեռական հոլովն է։ Պատմություն հայոց նշանակում է նաեւ Հայաստանի պատմություն եւ նաեւ նշանակում է հայերի պատմություն, որովհետեւ հայք նշանակում է եւ պետություն եւ նշանակում է հայեր։ Ինքը շատ ունիվերսալ կոնցեպտ է հանդիսանում։ Թագավոր հայոց մեծած նշանակում է մեծ հայքի թագավոր։ Մեծ հայքի հայոց, հա, ոչ թե մեծ հայերի թագավոր։ Բայց այդ դիտարկումներին, որ արվել էր, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ինչ որ հորինված ուսուցիչների վրա հղում արեցին, թե ինչ որ ուսուցիչներ են եղել եւ ասել են, որ պետք է լինի Հայաստանի պատմություն եւ քաղաքական որոշման փոխեցին։ Ի վերջո իմաստը հետեւյալումն է այս ամեն ինչի, ստանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը իրենց իշխանությունը պահպանելու հարցում ի հաշիվ հայ ժողովրդի ազգային պետական շահերի, ի հաշիվ
հայ ժողովրդի ազգային ինքնության։ Լավ, իսկ ազգային կրթության խորհուրդը ինչպես է փորձում դիմակայել։ Ես լսել եմ, որ շատ դպրոցներում ուսուցիչները ընդվզել են, մի կողմ են դրել նոր դասագրքերը եւ հին դասագրքերով են երեխաներին սովորեցնում, նույնիսկ այբենարանները, չգիտեմ, սա տնօրենի կարգադրմամբ է արվում, թե ընդհատակ է արվում, չեմ ուզի, որ թիրախավորվեն այդ մարդիկ, անուններ էլ չեմ տա, նույնիսկ դպրոցների համարները չեմ նշի, բայց կան այդպիսի ուսուցիչներ, որոնք Փառք Աստծո դեռևս մնացել են, հա, այդպիսի ուսուցիչներ, որոնք չեն վախենում։ Հա, այո։ Շատ կան այդպիսի ուսուցիչներ, այսօր ցավոք մեր ուսուցիչներին դրել են մի շատ վատ վիճակի մեջ, շատ ճնշված վիճակում է մեր ուսուցիչը։ Մեր ուսուցչի գործը ազատ մարդ դաստիարակելն է։ Այսօր այդ ուսուցչին այդքան են ճնշում բոլոր առումներով։ Ճնշում են վերահսկելով, հանկարծ մի ուսուցիչ ինչ-որ միտեղ լայք չդնի, ինչ-որ միտեղ մի մեկնաբանություն չգրի, հա, միանգամից զանգը գնում է այդ դպրոցի։ Հեռացնելու մասին է։ Հա, հեռացնելու մասին է այո բանում։ Ես անձամբ շատ այդպիսի ծանոթներ ունեմ եւ նրանցից մեկի մասին 2 օր առաջ խոսել էի, որ անհեթեթ նկատողություններով մարդուն հանել էին կրթական հաստատությունից։ Ես հիմա էլ նրա անունը չեմ ուզում տալ, որովհետև մի ուրիշ կրթական հաստատությունում է աշխատում։ Եվ վերահսկողության ու ճնշման այլ մեթոդներով այդ փաստաթղթերի ամբողջ կույտը, որ ասենք ուսուցիչը անում չարչարվում է եւ նրա մոտ ստեղծագործական էներգետիկան քչանում է, որ ավելի լավ դասը վարի, ավելի լավ գաղափարներ կա, մարդուն հանգիստ է որոշ չափով պետք։ 22 ժամ փաստաթուղթեր բան են տալի, 22 ժամ մեկ դրույքը բեռնվածության պայմաններում ուսուցչի։ Դա ինչքան է անում շաբաթական 22 ժամ, շաբաթական 22 ժամ ուսուցիչը լինում է դասարանում։ Այդ միայն դասարանային աշխատանքն է։ Արտադասարանային աշխատանքը ինչքան շատ է։ Ու այդ արտադասարանային աշխատանքին պետք է պատրաստվել։ Մանավանդ որ գործ ունենք տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ, տարբեր ընտանիքների, տարբեր սոցիալական շերտերի, ծագումների երեխաների հետ, մի ուսուցիչը աշխատում է դասարանում եւ նրան դրա հետ միասին ծանրաբեռնում են բազմաթիվ փաստաթղթերով։ Թղթերը այսպես լցնում են գլխին ամեն օր, այսպես լրացրու, այսքան ծանրաբեռնվածության հետ մեկտեղ այդ մարդիկ իսկապես նրանց մեջ էներգիա չի մնում, ուրախություն չի մնում, սիրտ չի մնում, որպեսզի կարողանան իրենց բուն առաքելությանը տրվեն, ազատ մարդ դաստիարակեն։ Հիմա դուք եք ոգեշնչում այդ ուսուցիչներին, որպեսզի նրանք ազգային խորհուրդն է, կրթության խորհուրդն է ոգեշնչում, կամ գուցե կան այլընտրանքային ուսուցման կենտրոններ, որտեղ օրինակ ես եթե ծնող լինեի, իմ երեխային չէի տանի այսօրվա հանրակրթական դպրոց, կուզեի այլընտրանքային դպրոցներ լինեին, ազգային դպրոցներ, ես իմ երեխային տանեի այնտեղ։ Հիմա քանի որ գոնե ինչ որ հնարավորություններ կան, որ ինչ որ մարդիկ կամ ինչ որ խմբեր կարող են չափորոշիչների շրջանակներում իրենց դասագրքերը առաջարկել, այս գործն է անում ազգային խորհուրդը։ Կոնկրետ օրինակ Արմենը Ներսիսյան ինքը աշխարհագետ է եւ աշխարհագրության դասագրքերը, ասենք ինքը եւ իր գործընկերները օրինակ գրում են, բայց այստեղ միայն աշխարհագրություն չի պետք, այստեղ պատմություն էլ է պետք, մի խոսքով հատկապես հումանիտար բլոկը, հա, հումանիտար հասարակագիտական ոլորտի բլոկը, սա է ուժում մեր կրթության մեջ հատկապես այս պահին։ Եվ դասագրքերը այլընտրանքային է, այլընտրանքային ասածը լինում են այդպես, որ մրցույթի է դրվում դասագիրքը։ Հիմա ազգային խորհուրդը այդ մարդիկ, ովքեր որ հավաքվել են, առաջարկում են, ասում են, մենք էլ այս դասագիրքն ենք անում, չափորոշիչներից ոչ մի շեղում չկա։ Ոչ մի շեղում չկա, չափորոշիչների շրջանակներում պարզապես այն բովանդակությունն է դրվում, որը որ կարծում ենք, որ անհրաժեշտ է եւ կարծում ենք, որ ճիշտ է։ Սա շատ կոնստրուկտիվ մոտեցում է հարցին եւ շատ ճիշտ պայքարի նաեւ ձև է։ Եկեք ի վերջո նաեւ ելի նորից անցնենք մի պահ խորհրդային ժամանակները, այն ժամանակ, երբ որ հայոց պատմությունը շատ աղքատիկ ձևով էին դպրոցում անցնում, շատ չնչին բաներ էին սովորեցնում,
էլի շատ ուսուցիչներ ունենք, որ իրենց տարբեր տեղերից կարդացածները կարդում էին եւ երեխաներին, աշակերտներին լուսավորում էին։ Մեր պատմության ուսուցչուհին դասագիրքը մեր մի կողմ եւ դասախոսություններ էր կարդում, մենք գրում էինք, հա, պատմություն։ Կարելի ասել առանձին գիրք էինք ստեղծում մեր տետրերում ու դրանով էինք պատրաստվում։ Իհարկե դա արդեն ԽՍՀՄ փլուզումից տեխնոլոգիաների տարբերությունը նայեք, այն ժամանակ ընդհանրապես մարդիկ գրքերը կարդում էին, գալիս էին եւ խոսում էին կամ թելադրում էին։ Հիմա տեխնոլոգիաները զարգացած են եւ հնարավոր է ինչ-ինչ գործի շուրջ համախմբվել, մի հատ միասնական պրոյեկտ ստեղծել եւ իրականացնել։ Բայց ձեր դասագրքերը թույլ կտան, որպեսզի մտնեն դպրոցներ, ինչպես եք կարողանում չափորոշիչներին թեկուզ համապատասխան, բայց երբ որ այնտեղ մենակ ազգային բառը կարդալով կարող են արգելել։ Ազգային կրթության խորհուրդը այդ կառույցն է։ Հիմա ձեր հարցը մոտավորապես ներողություն եմ խնդրում, բայց վերաձևակերպեմ հետեւյալ կերպ։ Միջազգային քաղաքականության մեջ թույլ կտան, որ Հայաստանը շնչի իր շահերին հետամուտ լինի։ Իհարկե ոչ։ Ահա։ Այսինքն այդ հարցը պետք է ընդվզենք։ Այո, անկախ ամեն ինչից թույլ կտան, կհաստատեն, ինչ կանեն, ինչ չեն անի, օրակարգ է ստեղծվում։ Այլընտրանքային օրակարգ է ստեղծվում։ Հետաքրքրություն է առաջանում, իմանում են այս ամեն ինչի մասին։ Փնտրում են ուսուցիչները, կայքեջն են, կփնտրեն, կնային, եթե անգամ ոչ մի բան էլ թույլ չտրվի ԿԳՄՍ-ի կողմից արգելվի, չգիտեմ։ Հետաքրքրությունը, այո, հետաքրքրությունը կլինի։ Ընդհանրապես, քանի որ կարծես թե տոտալիտար համակարգի են գնում, այս է տոտալիտար համակարգի ժամանակվա իրողությունները այսպիսին են, որ ամեն դեպքում մենք ունենք ազատ մարդկանց շատ մեծ քանակություն եւ այդ ազատ մարդիկ իսկապես չեն ուզում, որ իրենց պարտադրեն գաղափարներ, իրենց պարտադրեն մոդա, իրենց պարտադրեն նորաձևություն, ճաշակ եւ այլն։ Իրենք իրենց հոգու կանչով, թելադրանքով փնտրում են եւ գտնում են այն ինչը որ հարիր են համարում իրենց։ Վերջին հաշվով ինչքան ուժեղ են սեղմում զսպանակը, այնքան զսպանակի դիմադրության ուժը ավելի ուժեղ է լինում, հա, այսինքն ավելի ուժեղ թափով է զսպանակը փորձում բացվել, այնպես որ որքան որ սեղմեն ու սահմանափակեն, այնքան ընդվզումը եւ իշխանափոխությունը ավելի մոտ կլինի, ես այդպիսի հույս եմ տածում ամեն դեպքում, այնպես որ մի օր պայթելու է, չի կարող։ Հասարակական երևույթները եւս բնական օրենքներով ստուգելի են, չափելի են, հա, ազդումը հավասար է հակազդման։ Նյուտոնի 3-րդ օրենքն։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր, մի քիչ երկար երևի զրույց էր, բայց հետաքրքիր էր, կարծում եմ, որովհետև կարևոր թեմաներ, հուսանք, կարևոր թեմաներ էին ամեն դեպքում, պարոն Սողոմոնյան, եւ ես ողջունում եմ, շնորհակալ եմ նաեւ այդպիսի նախաձեռնության համար, ազգային կրթության խորհուրդ ձևավորելու, որը կարծում եմ, որ հետագայում կընդլայնվի ավելի մեծ կառույց ու ավելի ազդեցիկ կառույց կդառնա։ Հույս ունեմ նաեւ Սփյուռքն է աջակցում կամ կաջակցի այդ հարցում, որովհետև այո, մենք ունենք դրսից մեր հայերի օգնության կարիքը։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Սիրով։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր եթերին, երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում է ԱՅԱԿՎ ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Ցտեսություն։